խնդրում եմ ներկայացեք ու նաև ներկայացրեք գործի հետ կապված ձեր մասով ինչ եք ուզում ասել։ Ներկայանամ Ավետ Ռոստոմյան, քաղաք Մասիսից, ես Հովհաննես Խաչատրյան, ինձ կանա Tibay Marketplace-ը, որ վաճառք ձևակերպի, ես նոր գնորդ եմ դառնում, ինձ ներկայացնում է նորեն աշխատանք, ինքը Իտալիայում ինչ-որ պետք է գնար Իտալիա գար, որ սեկտի հետ կապված խնդիրներ չլներ, այդ ընկերության հետ կապված։ Ինձ ասում է որպես նորեն դու եղի, դե ես իր մոտ 2016 թվին եմ աշխատել, այդտեղից վստահությունը կար։ Այստեղ տես մարդ չունեմ, որ իրեն կվստահեմ, դու դառի որպես տնօրեն, ամիսը 300-ից 500,000 աշխատավարձ քեզի կտամ, ինչքան էլ մնա քո անունով, Իտալիա ես կարևոր բաներ ունեմ ընդ անելու, ինչ-որ շահումներ ունեմ, մեծ գումարների եւ այլն, ինչքան մնա քո անունով է տնօրինությունը $20,000 վերջում անվանափոխելու վաղ, որ արդեն էլի է այդ իր անունով, ինձ պետք է $20,000 գումար տար։ Որ այդքան ասում ես եղել տնօրեն, բայց կոնկրետ թիվ չի նշենք ինձ ինչքան եմ ես մնալու որպես տնօրեն, դա կլինի մի ամիս, մի տարի, մի օր, թե ինչքան կտևի։ Այդ ամեն ինչը կատարվելուց հետո ես այդ բանկային տվյալներ, բոլոր գաղտնաբառերը, բանկային իմ հեռախոսահամարը, այդ ամեն ինչը փոխանցում եմ Հովհաննես Խաչատրյանին, այդ մոբայլ բանկինգները, որ կա սաղ բանկերի, այդ ամեն ինչը ես փոխանցում եմ Հովհաննես Խաչատրյանին։ Ինքը ինձ ուզում է իմ անձնագիրը ընդ ասում է ինչ-որ պայմանագիր կախազելու, իմ անձնագրի նկարն եմ ուղարկում, էլի իրան Telegram-ով։ Այդ անձնագրի տվյալը հայտնվում է, հետո change-ում, այդ չգիտեմ, ինչ-որ կրիպտո են անում, ինչ են անում, ես նոր բան գաղափար չունեմ, այդ իմ անձնագիրը, այսինքն իմ անունից Հովհաննես Խաչատրյանը change-ի հետ խոսում է, իր նու գալասավը է խոսում, ասում է տեղս հարմար չի, որ բան անեմ։ Վիդեոզվանով խոսում, անձնագիրս ուղարկեմ ձեզի, իմ անձնագիրն է ուղարկում, իմ տվյալներն է օգտագործում, այդ գումարները ինչ-որ կրիպտո սարքում, ես տես բաներից չեմ հասկանում։ Դուք ընդհանրապես տեղյակ չեք լինում, որ ինքը պատրաստվում է տենց բան անի, կամ այդ պահին է տեղյակ չեք լինում, որ անում է։ Ընդհանրապես ես այդ ամեն ինչի իմանալու բանկերի, ինձ զանգում են բանկեր, կանչում եմ բանկ, Յունի բանկից են կանչում, մեկի Ակբա բանկից են ինձ կանչում, բանկից կանչում է կառավարիչը, ասում է դու տեղյակ ես քո այդ ֆիրմայի կատարվում, ասում եմ չէ, ընդհանրապես ինչա կատարվում, ինձ ցույց են տալի, որ ինչ-որ մարդկանց անուններով ապառիկներ ա եղել ու տենց մարդիկ տեղյակ չեն, հետո դրանից հետո զանգում է ինձ Ակբա բանկից մի անգամից կառավարիչը հրավիրում է իր մոտ 1,916,000-ի ապառիկ ա եղած լինում, որ այդ հաճախորդը տեղյակ չի լինում դրանից, ես դա մի անգամից արգելափակում եմ սաղ, նույն վայրկյանին դա այդ հեռախոսահամարն եմ արգելափակում, որը որ տվել է Հովհաննես Խաչատրյանին, ու այդ Ակբայի 1,916,000-ը որպես տնօրեն ես ստորագրում եմ, որ այդ տվյալ հաճախորդի վարկը մարվի։ Այդ ամեն ինչ կարան ձեզի նաև Մասիսի մասնաճյուղի Ակբայի կառավարիչը նաև հաստատի, որ տենց ա եղել։ Դրանից հետո մի զանգում է ինձ Հովհաննես Խաչատրյանը, ասում եմ, ես ինչ ես սարքի, ասում եմ, ես ինչի մեջ ես ընձի վաբշե գցե։ Այդ ինչ մարդիկ են, որ ապառիկներս իրանց անունով արել, բա դու գործ չունես, ես այդ ամեն ինչին տեր եմ, մենակ էդի հանկարծ չասես, որ տենց վաճառք չի եղել, այլ որ այդ ամեն ինչը տվել ես ընձի։ Ես դրան ասել եմ, ո՞ս կարա տես բան լինի, եթե դու չես բաղով, ես եմ, կարող է ես քո մարդի հետ համ նստեմ, այդ ինչեր ես արել ասել եմ։ Կամ ինձ շուտ տեղյակ չէիր բաղում։ Բա դու այդ իմ փողերն ես սարեցրել, դրա համար մեծ խնդիրներ ես ունենալու, որ գնացել ես բանկեր առանց ինձ ասել։ Դե դա իմ մեջ կասկած առաջացրի, եթե մարդիկ տեղյակ չեն, այսինքն դա անօրինական է, չի կարող օրինական լինի։ Այդքան Հովհաննես Խաչատրյանի հետ խոսալուց հետո գործը որ գնում արդեն քննչական կոմիտե,
ինձ քննչականից կանչում են, այս ինչը որ կա, այս ամեն ինչը ես էդի տենց ներկայացնում եմ քննչական կոմիտեում, որ սենց ա եղել, Հովհաննես Խաչատրյանն այդ ամեն ինչը ինձ կանչել որպես տնօրեն նշանակի այդ բանկի թղթերը, այդ եւ սկզբում ես զուտ որպես մարդկային ելնելով, որ հասկանա ինչա կատարվում, սկզբի ամենաառաջի կանչելուն չեմ ներկայացրել, որ այդ հեռախոսը համարը եւ բանկի գաղտնաբառերը տվել եմ Հովհաննես Խաչատրյանին։ Դրանից հետո իմ անձնական արդեն առերեսման ժամանակ, իմ ու Հովոյի առերեսման ժամանակ ես այդ առերեսման ժամանակ էլ եմ ասում, ինչ իրավունքով ես դու իմ անձնական տվյալները ուղարկել Change-ին, այդ ուրիշ թե ինչ իրավունքով ես դա օգտագործել։ Դրան պատասխան ես չեմ ստանում, հետո քննիչին եմ նույնը ասում իմ անձնական տվյալները, որ ինքը օգտագործել է, դրա համար ինչ-որ գործ չենք հարուցում, ինչ-որ մի բան չի կատարվելու, ես էլ եմ ուզում այդ հասկանամ։ Ինձ դրան պատասխան, քննիչը պատասխանել է այդ զուտ անցի առաջ։ Այսինքն անցնել առաջ, եթե դա արդեն հանցագործություն է։ Նորմալ է դա անցի առաջ։ Դրա հետ կապված ոչ մի բան չկա, նորմալ է դա անցի առաջ։ Ու դա առաջի, դա նենցա տենց կոնկրետ կողմնապահության համար ես այս ամեն ինչ չեմ բարձրաձայնել, որտեվ ինձ նախ մի քանի անգամ վախցրել են կալանքով, որ այլ ես կալանքի սենց ալնելու, այդպես ալնելու, տենց դրա համար չեմ բարձրաձայնել այդ ամեն ինչը այնտեղ, ես այնա տեսա լրաբերով նայում էի ինչ-որ քննիչը այնտեղ խոսում է, որ այդ ամեն ինչի հետևում կանգնած են մարդիկ, ինչ-որ ուրիշ մարդիկ են չեն ուղարկել իմ անձնական տվյալները խոսացել, բայց այդ ամեն ինչը քննիչը տեղյակ է, որ այդ ամեն ինչը արել է ինքը հենց Հովհաննես Խաչատրյանը, ու Հովհաննես Խաչատրյանն այս ամեն ինչում ինձ համոզել, որ ես դառնամ տնօրեն։ Հետո իմ մոտ որ եղել է ապացույցներ, այս ամեն ինչի վերաբերյալ, որ այս ամեն ինչը սարքել է Հովհաննես Խաչատրյանը։ Դրա Հովհաննեսը զանգում է ինձ կալանավայրից, որի մասին նաև քննիչը տեղյակ է։ Ինձ ասում է այդ ապացույցները ջնջի, որ քեզ խոստացված պարտքդ հետ տամ, թե չեմ տալու քեզ այդ պարտքդ, ես ցույց տալու համար, որ դա ջնջում եմ իր մորաքրոջ տղեն է գալի, Արմենը։ Ջնջում են մոտիցս ինչ-որ մի մաս ապացույցներից, որի մասին նաև քննիչը էլի տեղյակ է լինում, ու այդ ամեն ինչը Արմենը իր հեռախոսով վիդեո է նկարում, թե ոնց է ապացույցները վերացնում, ու այդ վիդեոն ուղարկում է Հովհաննես Խաչատրյանին, Հովհաննես Խաչատրյանը հետված լինում է կալանավայրում։ Այդ ամեն ինչ ինքը կազմակերպում է կալանավայրից։ Դրա հաջորդ օրը ինձ քննիչը կանչում է ու ասում է բան արա, այդ ապացույցները, այդ չգիտեմ, սկրինշոթը, զապիսը ինչ կա, դա պահում ես քո մոտ, կոնկրետ Արմենից ու Հովոյից հեռու ես մնում, որ քո համար լավ լինի։ Ասում այսինքն լավ լինի։ Իմ համար եթե այդ մարդը ինձ գումար է պարտք աշխատավարձ, դա ձեր մոտ էլ է գրված, Հովհաննես Խաչատրյանն էլ դա ընդուն է, որ ինձ գումար է պարտք։ Իմ համար լավ ու վատ ինչ կա։ Ինձ կարծ կոնկրետ ասում են, այդ ամեն ինչից հեռու ես մնում, կոնկրետ ամեն ինչ չես մոտիկ անում, թե չէ դու էլ կհայտնվես կալանավայրում։ Ասում եմ լավ, հարց չկա։ Ու տեղից դուրս եմ գալիս, հետո ինչի համար եմ ասում, որ բաց է այդ կողմնապահությունը գնացել, Հովհաննես Խաչատրյանը կալանավայրից անգամ իր անկերուհուն, հիմա անունը չնշեմ, իր անկերուհուն սպառնալիքները հեռախոսի SMS-ներով ուղարկում, քո հետ սենց կանեմ, նենց կանեմ, սենց կլինի, նաև այդ ընկերուհու անունով էլ է Հովհաննես Խաչատրյանը առանց իր տեղեկության գումար վերցնում 1,600,000-ի կարգին, ու այդ ամեն ինչ ինքը խոստովանում է, որ այս ամեն ինչը ես եմ արել, ես եմ իր անունով եկալ ու տենց ինքը չի հերքում, ու այդքանից հետո տենց մարդը ազատության մեջ է, որը տենց ես իմ անձի հետ կապված վտանգ եմ զգում, դաժե հիմա էլ որ այսքանը ես բարձրաձայնում եմ, ես հիմա էլ տենց զուտ ինչի համար եմ ձեզանով ուզում բարձրաձայնեմ, որ վաղը մյուս օր իմ գլխին էլի սարքեն, ես գոնե իմանամ այս ամեն ինչի մասին բարձրաձայնել եմ, որովհետև քննիչը այդ
Հովանեսը որ կալանավայրից թե սպառնալիքներ ուղարկել, թե իմ հետ բարբերաբար կապի դուրս եկել ու ինձ ասել, խնդրում եմ քեզ, սենց անենք, քնչականում մի ասա, որ ինձ էս տվել եւ այլն, այդ ամեն ինչի մասին քննիչը տեղյակ է ու այդ ամեն ինչի մասով մի հատ այտենց ինչ որ գործ չի հարուցվել, ընդհանրապես ոչ մի բան չի արվել դրա հետ կապված։ Քննիչը ինձ մենակ մի քանի անգամ, ոչ թե մի անգամ առաջարկել է, որ այս ամեն ինչը ասենք ես ցուցմունք գրեմ Գոռ Համբարձումյանի վերաբերյալ, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է Գոռ Համբարձումյանը, ինձ Գոռ Համբարձումյանն է շահագրգռել, որ ես դառնամ որպես տնօրեն, ես այդ թղթերը տվել եմ լրիվ ուրիշ մարդու, ոչ թե Հովհաննես Խաչատրյանին։ Ու դրանից հետո իմ համար սա լավ կլինի, ես էլ քնչական գործ չեմ ունենա, ու էլ տենց պրոբլեմ չեմ ունենա ընդհանրապես, բայց ես այդ մի քանի անգամներ հրաժարվել եմ, դաժե քննիչին ասել եմ, ես տենց այդ քայլը չեմ անելու, եթե դրա համար պետք է ինձ ուղարկես կալանքի, ուրեմն ուղարկի պատրաստ եմ։ Այսինքն չեք գրել, նման բան չկա ձեր կողմից։ Ընդհանրապես ես ամեն ինչը ոնց կա, որ այս ամեն ինչը կազմակերպել է Հովհաննես Խաչատրյանը, որ այս ամեն ինչի հետևում դաժե քննիչը տեղյակ է, որ իմ մայլին մի քանի անգամ այդ մայլս միակ բանն է, որ ես չէի հանձնել Հովհաննես Խաչատրյանին, որտեղ իմ մայլի հետ կապված ես էլ ունեմ տվյալներ։ Նու ինձ մայլը պետք, իմ մայլին եկել է այտեն Էկոբանկից, եկել Ագբա բանկից SMS-ներ եկել, Հովհաննես Խաչատրյանը ինձ գիշերը զանգել է, այտենց ասել է մայլիդ պարոլը տուր մի հատ բանկա նայելու, մենակ մայլից պարոլը այդ վաղ տվել եմ Հովոնել է մտել, այդ ամեն ինչի մասին քննիչն էլ է տեղյակ, անգամ քննիչը տեղյակ է, որ Ագբա բանկը երբ բլոկավորել էր մոբայլ բանկինգը, հասկացել է միակ խելացի բանկը Ագբա բանկն է, որ հասկացել էր, որ մոբայլ բանկինգը ես չեմ, այլ ուրիշ մարդ է դրանով զբաղվում եւ բլոկավորել էր Հովհաննես Խաչատրյանը ինձ ասել էր այդ ամեն ինչը վերականգնեմ, որտեղ դրա մեջ իր փողերն եմ ես սառեցնում։ Մի խոսքով այս ամեն ինչի մասին քննիչը տեղյակ է ելել ու հիմա էլ ես այտենց իմ անձի հետ կապված վտանգ եմ զգում, թե Հովհաննես Խաչատրյանի կողմից, թե քննչական կոմիտեի կողմից։ Հասկացա, ես ճիշտ եմ հասկանում, այս ամեն ինչի հետ իրականում Գոռ Համբարձումյանը ոչ մի տիպի կապ չունի։ Գոռ Համբարձումյանը ընդհանրապես այս ամեն ինչի հետ կապ չունի, ընդհանրապես։ Ոչ մի դրվագում ես այդ մարդու հետ ընդհանրապես չեմ էլ շփվել, ոնց ընդ Հովհաննես Խաչատրյանը ցուցմունք ա գրել, որ Գոռ Համբարձումյանն այս ամեն ինչի կրիչը, իմ հետ ինքն է կապի եղել, ինքն է այտենց ինձ կրիչ որպես այդ ամեն ինչը իմ մոտ անգամ փաստերով կա, որը ես կարող եմ ձեզ ուղարկել, թե զապիս տարբերակներով առերեսման ժամանակ Հովհաննես Խաչատրյանը պնդում է, որ ինքը կրիպտո արժույթից ընդհանրապես չի հասկանում, բայց ինձ մոտ ոտներով կա նաև այդ ապացույցը, որ Հովհաննես Խաչատրյանը անգամ ինձ ուղղորդում ասում է գնա քեզի կրիպտո կաշիլոկ բացի, որ կարողանամ քեզ այդ աշխատավարձիդ մի մասը փոխանցել։ Ես իրան ասում եմ, որ բաներից չեմ հասկանում, ես կրիպտո բան ես չգիտեմ, այդ կաշիլոկը բան ինչա։ Ինքն էլ ինձ ասում է դե սպասի, ուրեմն կրիպտոից պետք է ես գումարը վրցնեմ, գումար սարքեմ, կրիպտոից քեզի հետո կուղարկեմ։ Բայց ինքը առերեսման ժամանակ պնդում է, որ ինքը ընդհանրապես կրիպտոից չի հասկանում ու կրիպտոյի հետ առհասարակ չի առնչվել։ Հասկացա։ Ինձ մոտ այդ բոլոր ապացույցները կա, ինձ մոտ դաժե կա այն ապացույցները, որ Հովհաննես Խաչատրյանը ինձ զանգում է, ասում է ես հեսա բանկի կառավարիչների հետ էլ խոսամ, ընդ մնացածի ես տեր եմ, դու ոչ մի բան չես արել, չես ստորագրել, այս ամեն ինչը կա, ես ամեն ինչին տեր եմ, մենակ հանգարց չասես, որ այդ արկվաճառքը չի եղել, որ Հովհաննես Խաչատրյանն ա եղել այս ամեն ինչի գլխին կայնած, որտեղ իրանց մենակ պետք է իմանան ու վերջ։ Այդ ամեն ինչը իմ մոտ սավ կա փաստերով, նաև իմ մոտ կա փաստերով, որ իրանք եկել են ապացույցը ջնջելու, այդ ամեն ինչը վիդեո են արել ու այդ վիդեոն մինչև այսօր պահպանվում է Հովհաննես Խաչատրյանի մոտ։ Ես գործով որպես
վկա անցնող իմ սեկտը փակում են, չեմ կարող երկրից գնամ, ես բարբերաբար գնում եմ Մոսկվա, գալիս եմ վերջին 5 տարին, Մոսկվայում եմ աշխատում, բայց ես որպես գործով վկա անցնում եմ, իմ սեկտը փակում են, ես վերջում արդեն երբ որ գնում եմ դատարան, պետքա գնալ դատարան գործը, ինձ կանչում է, ինձ քննիչն է տեղյակ բանում, որ սեկտդ բաց է, կարաս արդեն գնաս երկրից։ Ու կոնկրետ շեշտը դնում եմ, որ ես պետքա ինչքան կարամ Հովհաննես Խաչատրյանից մեկ էլ իր բարեկամից Արմենից կիլոմետրերով հեռու մնամ, ընդհանրապես ոչ մի դրվագով իրանց հետ առնչություն չունենամ, թե չէ իմ համար վատ կլինի։ Դաժե ես իր այդ բարեկամի Արմենի հետ բոլոր խոսակցություններն էլ կա, իմ մոտ կա, ես այդ ամեն ինչը կարող եմ ցույց տալ, այդքան փաստեր քննիչը իմանալով այսօր տենց մարդուն բաց են թողում, ես էլ տենց ազատ չեմ շրջում, որովհետև ես այդ մարդուց ամեն ինչ սպասում եմ, ինքը եթե կարա այդ ամեն ինչը կալանավայրից անի, մարդկանց վախցնի, մարդկանց շանտաժ անի, բարձի, որ դու սա ավելի վատ բաներ կարա անի։ Ու մեր իրավապահ մարմիններին ընդհանրապես չեմ վստահում, որովհետև ես դաժե այս խոսակցությունը բարձրաձայնելուց հետո ես վստահ չեմ, ես կարամ ապահով քայլեմ։ Խնդրում եմ